Բարթերմանն էլ է ասում ու շատ մարդիկ էլ կան, որ էլի ասում են, տեսեք, Աստվածաշնչում նոր կտակարանյան վկայությունների մեջ անհամապատասխանություններ կան, տարբերություններ կան, իրականում դա նորմալ է, ընդհակառակը դա ոչ թե հերքում է այնտեղ գրվածի ճշմարտությունը, այլ մի բան էլ հաստատում է, որովհետև եթե տեսեք, մենք եթե ուսումնասիրենք ընդհանրապես աստվածաշնչագիտություն կամ թեկուզ նոր կտակարանի ներածություն, պատմական տեղեկությունները ուսումնասիրենք, տվյալ ժամանակի մշակույթը, ոնց է գրվել, ով է գրել, երբ որ ուսումնասիրում ենք ընդհանրապես 4 ավետարանները, ի սկզբանե ամեն մեկը ուղղված է եղել օրինակ առանձին համայնքի, առանձին շեշտադրումներով, օրինակ Մատթեոսի ավետարանը նույնիսկ Հովհաննես Առաքյալի աշակերտ Պապիաս Հերապոլիսեցին երկրորդ դարում ինքը առաջին մարդն է, որ հիշատակում արդեն ավետարանների հեղինակներին, ոնց է գրվել, ինչ է գրվել։ Օրինակ երկրորդ դարում Պապիասու պատմաբանները նույնպես ընդունում են։ Պապիասը օրինակ գրում է, որ Մատթեոսի ավետարանը Մատթեոսը ուղղել է հрьяաներին։ Հрьяաների համար է գրել եբրայերենով։ Հիմա եթե բացում ենք Մատթեոսի ավետարանը, մենք տեսնում ենք, որ 5 կտակարանից ամենաշատ մեջբերումները մարգարեություններից հենց Մատթեոսի ավետարանի մեջ են։ Ու տրամաբանորեն նայում ենք, հիմնականում այս ավետարանը ուղղված է եղել հрьяաներին։ Ուրեմն կոնտեքստը պետք է այն ձևով լինի, որ ընկալելի ու հասկանալի լինի հрьяաների համար։ Դրա համար դու բացում ես օրինակ Մատթեոսի ավետարանը, տեսնում ես մեջը բացատրություններ չկա։ Օրինակ Մարկոսի ավետարանում կամ Ղուկասի ավետարանում, եթե ինչ-որ հրեական տերմիններ կամ տոները բացատրվում է, որովհետև ավտոմատ դու տեսնում ես Մարկոսը իր ավետարանը ուղղել է օրինակ հեթանոսներին, հեթանոսների համար խորթ էր հրեական տերմինոլոգիան օրինակ կամ աշխարհագրական այդ ամեն ինչը, բայց Մատթեոսի ավետարանում Մատթեոսը շատ դեպքերում չի բացատրում։ 5 կտակարանյան մեջբերումները շատանում, ինչի, որովհետև հрьяաներն են, դե հрьяաների համար էլ Սուրբ Գիրքի 5 կտակարանն է, Թանախն է։ Բնականաբար իրենք սպասում են Մեսիային։ Այսինքն ավետարանների մեջ նույնպես տարբեր շեշտադրումներ կա, տարբեր ոճով են գրում, տարբեր հասցեատերերի են գրում ու բնականաբար չէր կարա ամբողջությամբ նույն վկայությունը լիներ։ Ու ել եմ կրկնում, եթե նույնը լիներ, դա ավելի մեծ հավանականություն է բերում, որ դա կեղծված է, այսինքն 4 հոգի, 5 հոգի հետագայում ովքեր որ կեղծել են, լրիվ նույնը գրել են։